Իրանում զոհերի թիվը հասել է մոտ 640-ի, իսկ Իսրայելում խոսում են մոտ 3 տասնյակ սպանվածի մասին։ Սպահանի միջուկային օբյեկտների հասցված հարվածներից հետո միջազգային փորձագետները զգուշացնում են, ցանկացած նոր հարված միջուկային կենտրոնի վրա կարող է հանգեցնել ռադիոակտիվ աղետի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից ասել են, այս պահին վերահսկում են վիճակը, բայց որոշ հարվածներ մնում են դիտարկման դաշտից դուրս։ Իրանն ու Իսրայելը դեռ չեն պատրաստվում նահանջել, Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացնում, իսկ Ռուսաստանը խաղաղության կոչ անում ու որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամություն հայտնում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Իրանին եւ Իսրայելին ներկայացրել է որոշ միջնորդական առաջարկներ ուղղված հակամարտության լիցքաթափմանը։ Պուտինի խոսքով Ռուսաստանը Իսրայելից երաշխիքներ է ստացել, որ Իրանում գտնվող մասնագետների անվտանգությունն ապահոված է։ Ոչ մի ապացույց չկա, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք ունենալ։ Բուշերի ԱԵԿ-ի վրա հարձակումը կարող է հանգեցնել Չեռնոբիլի նման աղետի։ Մենք նման ռիսկ չենք կարող թույլ տալ Մերձավոր Արևելքում։ Սա ընդհանուր անվտանգության հարց է։ Վերջին 24 ժամում նոր կորուստներ է ունեցել Իրանի ռազմական էլիտան։ Իսրայելի հարվածներից զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Սաիդ Իզադին։ Նրա մահը Թեհրանում գնահատվում է որպես ուղիղ հարված ազգային անվտանգության հիմքերին։